Մեր 9-րդ դասախոսությունը եղբայրներ ջան, պիտի լինի եկեղեցու սահմանադրության եւ կանոնադրության կամ կանոնակրի նկատմամբ։ Եվ ինչ որ երեք արդեն մի քիչ ագնարկ արեցինք, եկեղեցիմը լավ գնե եւ ունի սահմանադրություն եւ կանոնադրություն։ Հիմա սահմանադրության եւ կանոնադրության այս փաստաթղթերը կարան միասին համաժողվել մեկ փաստաթղթի մեջ հավաքելով նրանց։ Հիմա սահմանադրություն երբ կասենք, ինչ ասել է սահմանադրություն։ Այս փաստաթուղթը, հիմա նայեք պաղատրիչները, գլխավոր պաղատրիչները, այս փաստաթուղթը սովորաբար ներկայացնում է եկեղեցու ինքնության նպատակների եւ աստվածաբանական, այսինքն հավատամքի վարդապետական հիմքերի ընդհանուր նկարագիրը։ Այն նաև կարող է ներառել եկեղեցու անունը, վայրը, հիմնադրման ամսաթիվը, նրա առաքելությունը, այսպիսի բաներ։ Սա հագիրճ կերպով եկեղեցու սահմանադրությունն է եւ մի քիչ հետ կտերը գամի ավելի ոնց որ նմուշը օրինակը պիտի տեսնենք եւ պիտի ընթանանք նրա միջով։ Տարիներ առաջ երբ սեմինարիայում էի, այնադեն մի դասերից մեկը ուսուցիչը բանջեց, որ այդպիսի բան մնեմ, սահմանադրություն եւ կանոնադրություն։ So այդ օգտագործեցի մի քիչ ոնց որ դասավորեցի այդպես որ գարամ ներկայացնել ցես եւ միասին խորհրդացենք։ Հիմա ինչ է եկեղեցու կանոնակիրը կամ կանոնադրությունը։ Սա ավելի մանրամասն եւ ընդհանցագարկային բնույթ ունի։ Ինչպես եկեղեցու ընթացքը պիտի լինի։ Այն սահմանում է եկեղեցու անդամների եւ առաջնորդների համար կանոնները ու պահանջները։ Ներառյալ զորօրինակ անդամակցությունը, քվեարկության գործընթացները, ղեկավարության դերերը եւ ղարքաբանական գործողությունները։ Կանոնադրությունը գործում է որպես ներքին պայմանագիր եկեղեցու եւ նրա անդամների միջև, ապահովելով վստահություն եւ հաշվետվողականություն որոշումների կայացման գործընթացում։ Մինչ գնայինք այդ օրինակին մի քիչ հետ ավելի հստակ կլինի ինչ է տարբերությունը եկեղեցու սահմանադրության եւ եկեղեցու կանոնադրության։ Բայց այս մեկը պիտի խնդրենք որ տակ գրավել։ Գդամ եղբայր, սկսես գուղարկեմ, հա որ իմ աշխատանքս է ադիգատյուրին է, հայերենով դուք կարաք բանել, թարգմանել բանել, հա։ Եվ անշուշտ ինքը մգրդական բանով եղած է, իհարկե, դուք կփոխեք, գնեք, ինչ որ ուզեք, հա, պրոբլեմ չկա։ Ինչպես։ Չէ, ինչու, որտեվ մգրդական դպրոց էր նրա համար։ Մենք բոլորս էլ մգրդական ենք։ Այո, մգրդված ենք Տիրոջով Սուրբ Հոգով, այո, շիդագի, այդ արմով շիդագի։ Շատ այդ, շարունակենք եղբայրներ ջան։ Հիմնական պատճառները, հիմնական 6 պատճառներ ունեմ արջևս, թե ինչու են եկեղեցական սահմանադրությունը եւ կանոնադրությունը կարևոր։ Թիմեք, նպատակի եւ առաքելության սահմանում, ինչու որտեվ այս փաստաթուղթը ասենք, թե սահմանադրությունը եւ կանոնադրությունը միասին առնելով, որովհետեւ սովորաբար եկեղեցիներ մեկ փաստաթուղթի, մեկ դոկումենտի մեջ կներգրավեն այս երկուքը։ Եվ ամեն բանի առաջ այս երկու մասնիկները թե նպատակը եւ թե եկեղեցու առաքելությունը կսահմանեն։ Այս փաստաթղթերը ներկայացնում են եկեղեցու հիմքային հավատալիքները, նպատակները, անդամներին դրամատրելով հստակ տեսիլք, դեսլական չէ, տեսիլք։ Երկրորդ, կառավարման կառուցվածքի հաստատում։ Ինչու որ այս փաստաթուղթը կանոնադրության մեջ պիտի ներկայացնե եկեղեցու կառավարչական կազմը ոնց է։ Հիմա մի հովիվ, սարգսակներ, սարգսակույներ, քարտուղար, այդպիսի բաներ, չէ թե երեցներ եւ այլն։ Նրանց մեջ նշվում են եկեղեցու դերերը, բարդականությունները եւ որոշումներ կայացնելու գործընթացները, ապահովելով հստակ գազմագերբվածություն։ Էլի հիմա գնայինք որ օրինակի արժևը կանք ավելի հստակ կլինի։ Հետո միասնության, միաբանության եւ պատասխանատվության մասին անշուշտ կշեշտե այս
բաստատուղթը։ Երբ այս բաստատուղթը ունենք, զորնակ մեկը նոր անդամ է։ Նոր անդամիմը, այո, հիմքերը Սուրբ Գրքի գխոսանք, այս բաստատուղթի մեջ է։ Ինչու մենք ասացինք չէ, նպատակի վարակելության սահմանում այնտեղ հավատալիքները կան, եկեղեցու նպատակը կամ նպատակները կան, եւ անդամը, որ այդ անձը, որ ուզում է նոր անդամ լինել, գիտե, որ նրա բարդականությունները սրանք են կամ նրանք են։ Այդպիսով նրա պատասխանատվությունը ինչ է, եթե նոր անդամ է, ով կարա անդամ լինել, պետք է ապաշխարած լինի, մկրտված լինի եւ այլն։ Հստակ կանոնակներով եւ գործընթացներով նվազեցնում են թյուրամացություններն ու անհամացանությունները։ Որպես թյուրայմացություն չլինի, անհամացանություն չլինի, արժևնից ունենք այդ ասենք բաստատուղթը, ինչպես որ իրավապանիկով երբ գնանք, իրավապանը մեզ ոնց որ օրենքները դեղատրած է, առաջ որ ստորագրենք, մենք կարդում ենք նա, որպես հստակ լինենք ինչի մեջ մտնում ենք, ինչ համաձայնագրի մեջ մտնում ենք։ Հետո չլինի, որ մեկը կա ասե, բայց ես չգիտեի, եղբայր ջան, մենք երբ քեզ ասեցինք, որ դու այս եկեղեցու անդամ պիտի լինես, որ մենք զորոնակ այսպես հավատում ենք։ Այսպես հավատում ենք։ Դու հիմա եկած ես ածախ դարբեր վարդապետություն սովորեցնում ես։ Եկեղեցու վարդապետության համաձայն չէ։ Սկզբից նրան դալով, նա գարտալով եւ նրան խնդրելով, ասելով, որ հաստատ գարտացիր, եթե գարտացիր հասկանալի բան, ամեն բան հասկանալի է, եթե չհասկանալի բան կա, ասա, առաջ որ ստորագրես եւ օրինակը այդ բնօրինակը մեզ կտաս։ Ինչու եկեղեցու արխիվի մեջ ոնց որ այնտեղ եկեղեցու գրատարանը, գրասենյակ ինչ որ է, կբավի այդ բաստատուղթը։ Ուրիշ բաճար մնալ եւս անշուշտ իրավական պաշտպանության համար լավ է ունենալ այդպիսի բաստատուղթը, քանի որ եկեղեցիները ճանաչվում են որպես ոչ արևդրային գազམ་ագերբություններ, սահմանադրությունը ապահովում է համապատասխանություն պետական եւ դաշնային օրենքների հետ, այսինքն մի խոսքով կառավարության արչեւ։ Հիմա մենք Հայաստանում կարող է նույն այդ ծևով պետք չէ մտահոգվենք բախտադած Ամերիկա, Կանադա, բայց երեք հիշում եք խոսայիք մի քիչ զորնակի եթե մեկը գա որ երեխաների հանդեպ ամբարոս սեր գծուցնե, օրինակ դղամարդը եւ մտքի մեջը, այսինքն անմաքուր բաներ ունի երեխաների հանդեպ եւ բամը ասված հերուն է, բայց բամը բադայեցավ, կառավարությունը, ոստիկանությունը պիտի միջամտի օրենքի համաձայն։ Մեր սահմանադրությունը եւ կանոնադրությունը պետք է բաբանի մեզ այդպիսի բարականերից, հստակ ընելով, որ մեր այս ասենք թե գարկաբավությունը ինչ պիտի լինի, երբ մեկը այդպես բան անե։ Այսին գախում ունի ինչ պիտի դեղատրվի մեջը։ Գարաս շատ բան դեղատրել, գարաս ավելի հագիր ջնել։ Վեճերի լուծման հնարավորություն։ Լավ մշակված սահմանադրությունը ապահովում է մեխանիզմներ վեճերի լուծման, ըսիսավ չլինի իսելով եւ փոփոխություններ կատարելու համար։ Ինչու որովհետեւ սահմանադրությունը, կանոնադրությունը կամ կանոնակիրը ազո խոսքը չէ։ Սա առումով, որ փոփոխության կարող է ենթակա լինել, եթե անդամները նա համաձայնվեն ընել։ Բայց լավ է, որ լավ մշակված սահմանադրությունը մեզ կապահովի, որ ըսիսավ չլինի, խնդիր չլինի եւ եթե վեճ կա, անհամացություն կա, լուծվի ըստ այդ բաստատուղթի։ Ինչու որովհետեւ ես ու դու զորնակ եթե որոշ անհամացության մեջ ենք, գիտենք ինչ կասե այդ բաստատուղթը։ Եվ քանի որ գիտենք ինչ կասե այդ բաստատուղթը, կամ պիտի այո ասենք կամ ոչ, եթե զորնակ ես ասեմ Դավիթ եղբայր ոչ, Դավիթ եղբայր ասի, Հովիկ ջան, ցավը տանեմ, այստեղ գրված է, դու կարտացած ես, ստորագրած ես երբ անդամ եղար։ Okay գասե, 30 կտանե, 30-ները եկեղեցու ժողովին, այսինքն եկեղեցու անդամության կտանեն, եւ վերջ-վերջո անդամությունը պետք է որ վճիրի գա, եթե ես տակավին անզեղ չեմ։ Հա, բացի եթե բադայեցավ որ ճշմարտապես բանավոր պատճառ ունեմ, սուրբ կրայինորեն կամ դրամապանական որ չէ, այս սահմանադրության մեջ այսպես գրված է, բայց այդպես պետք չէ գրվի։ Նրա համար շատ կարևոր է եղբայրներ ջան, երբ սահմանադրումը անենք, լավ կլինի մի եկեղեցի թող չի լինի, զորոնակ, Վարդան եղբայրս, եթե դու պիտի ներգրավես այդպիսի բանով, ամեն եղբայրները ներգրավե հովիվները, ամենքն իդ կգարթա եկեղեցվո գուդակ եկեղեցին, անդամները, ոնց որ սկզբնական ասենք գրվածք, դեր վերջնականապես վավերացված չէ։ Գարա ասենք երեսները իրեն կնել այդ բանը,
Ինչու եթե բազմաթիվ երեցներ կան, նրանք կարան լալ։ Չէ՞ թե ոչ եկեղեցիներում դրվի եկեղեցիները կնայեն, եթե որևէ feedback կա, այսինքն ոնց որ նրանք քահապար ունեն, եթե ցես գան եւ գասեն, եղբայրներ ջան, մի հատ նկատի առնեք, խնդրում ենք, որ այս բառը այսպես չսվի, այդպես այդ նախատեսությունը եւ իդ գալիս է ցես, այսինքն հանձնախումբին։ Այդ սահմանադրական այդ կանոնադրության հանձնախումբին եւ անգետ կկամփոչացվի եւ այդ վերջնական օրինակը կդրվի անդամներին։ Եվ եկեղեցին մի խոսքով Աստվածաշունչն անշուշտ մեր գենցաղի ապրելակերպի կանոնակիրը, բայց սայալ մեզ գոքնի, որ ավելի գարկ ու կանոն լինի եկեղեցվոներս։ Հետո անշուշտ երբ սահմանադրություն եւ կանոնադրություն հստակորեն ունենք, թափանցիկությունը կհառաջանա։ Ինչու թափանցիկություն, որով ամեն բան հստակ գրված է այնտեղ։ Հստակ փաստաթղթերը ստեղծում են վստահություն եւ հուսալիություն ինչպես եկեղեցիում, ժողովարանում, այնպես էլ ավելի լայն համայնքում։ Լայն համայնքը, այսինքն, եթե ոնց որ մի եկեղեցի ես, մի ժողովարան ես, լայն համայնքը, եթե ասենք անանվանությունը այն առումով, որ միաբանությունը հստակ է, ամենքն ես համաձայն ենք նրա վրայով։ Հիմա տիպիկ եկեղեցական սահմանադրության եւ կանոնադրության հիմնական բաղադրիչներ։ Սա է, որ ինչ որ գասեի, որ ուզում եմ ցեզի հետ կիսվել իմ աշխատանքիցս եւ սա անշուշտ միակը չէ, սրա նման ինտերնետում գտնեք լիքը։ Հա, սա նմուշ է, ինտերնետում լիքը կա։ Եվ կարող է սրանից լավերն գտնեք, ինչու ամեն եկեղեցի տարբեր ցևով գնե։ Եղբայրս դադիր եւ որ գարտաս անգի հետ կա։ Շնորհակալ եմ, գնահատեմ։ Ուրեմն հոդվածներ կան, այդպիսի կմոդիկանանք, այդ փաստաթուղթը, ասենք սահմանադրությունը, երկրորդ մասը կանոնադրությունն է, դիմեք հոդված, անուն, եկեղեցին անունը ինչ է, հստակորեն, ինչու որ կառավարությունը այս փաստաթուղթը կառավարության արչև մենք Հյուսային Ամերիկայում եկեղեցիներ, որ կրանցված են կառավարության կողմով, այս փաստաթուղթից օրինակ ունեն։ Նրանք այս փաստաթուղթով գնում են, եւ եթե փոփոխություններ լինեն ապակայում, պետք է այդ նորը հանձնվի կառավարության։ Մեր պաշտպանության համար է սա։ Ուրեմն անուն, անշուշտ գաբակցությունը ինչ է, affiliation, անուն, հետո գաբակցությունը։ Օրինակ մեր գաբակցությունը մենք մգրդական կամ ասենք թե ասինչ տեսակ եկեղեցվո, ասենք թե այդ եկեղեցիների մի անդամ ենք։ Միաբանություն։ Ավելի եկեղեցական բանի, ասենք թե ինչպես մեր բարակային մգրդական միսիոնարական միաբանություն։ Դավիթ ջան, հա? Մգրդական միսիոնարական միաբանություն։ Մեր եկեղեցիներու 7 եկեղեցու խումբը որնենք, այդ անունը ունենք։ Մգրդական միությունը չենք Հայաստանի։ Մգրդական միսիոնարական միաբանություն գոչվենք, սո մեր գաբակցությունը սա է։ Նպատակը ինչ է։ Մեր եկեղեցվո, կամ մեր եկեղեցվո խմբերի։ Նպատակ կա եկեղեցին։ Եվ նրա մասին հետո կխոսենք, ինչու որովհետև ես այստեղը անշուշտ մանրամասն դված չեմ, բայց իմ հանձնարարականից մեջը, կամ ասենք փաստաթղթից մեջը նպատակը հստակ գրված է ինչ է։ Եվ սա պետք չկա որ մի եջ լինի, ոչ, մեր նպատակն է զորնակ զասված բարավորել ավետարանի կառուցությամբ եւ օկիներու աշակերտությամբ եւ այն այլ, ասես մի քանի բաներ, որ ամեն մարդ հստակ գիտնա մեր եկեղեցվո գլխավոր նպատակը ինչ է։ Եթե նպատակնից հստակ չէ, ինչու համար անում ենք, ինչ որ անում ենք։ Ինչու գնենք, ինչ որ գնենք։ Հետո ուխտի մասին, ինչ որ եղբորս է խոսայի երեք եւ ինքը արդեն ինձ նմուշը ցույց տվեց նրանց եկեղեցիուց, ուրեմն ուխտ օրինակ այստեղ իմ ասենք մասը ունիմ հայերենով թարգմանած մի քիչ կարդամ, զորօրինակ ասինչ եկեղեցու անդամները ընդունելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես մեր փրկիչ լրջորեն եւ ուրախությամբ մտնում ենք ուխտի մեջ միմյանց հետ որպես մեկ մարմին Քրիստոսում խոստանում ենք ապրել մեր Տեր Հիսուսին նրազանդվելով համաձայն Աստծո խոսքի բացահայտված բادرիաներին մենք ուխտ ենք գնքում քայլելու միասին քրիստոնեական սիրո մեջ օգնություն տրամադրելու եւ աղոթելու մեկը մյուսի համար ցկդելու այս եկեղեցու առաջընթացին գիտության սուբկրային այսինքն սրբության եւ մխիթարության մեջ բաբանելով նրա երկրպագությունը արարողությունները այսինքն մգրդություն դիրոջ ընտրիկ գարկաբաությունը եւ վարդապետությունը ուրախությամբ եւ բարբերաբար
նվիրատվություններ ենք անում ծառայության աշխատանքին եւ գարիքավորներին։ Ապրել օրինագելի կյանքով բոլոր մարդկանց առաջ եւ մեծ ջանք ենք գործադրում ավետարան աշխարհի բոլոր կողմերում տարածելու համար։ Մենք մտնում ենք այս ուխտը, որտեղ ունենք Հիսուս Քրիստոսին նազանվելու համադեղ նպատակ եւ հավատում ենք, որ միմյանց օգնությունն անհրաժեշտ է դա իրականացնելու համար։ Մենք այստեղ ընդունում ենք այդ արդոնյալ, այսինքն այդ ոնց որ լավ ուխտի այդ բարդականությունները թողդերը օգնի բոլորիս։ Սա նմուշ մի օրինակ ուխտի եկեղեցական։ Հիմա ամեն մեկը դարբեր ցավով կարող անել։ Մեկը կարող զորնա մի քանի տողերով այսպես հագիր չագիր։ Հիմա ես այստեղ ավելի ոնց որ մի բարբերություն մնե։ Խնդիր չէ, բայց եկեղեցական ուխտը ինչու լավ է, որ մենք մեկ մյուսին հիշեցնում է, որ մեր բարդականությունը եւ նվիրվածությունը իրար անտեպ դիրոջ արած ինչա։ Չլա որ մեկը կասե, հա բայց ես ինչու համար զորնակ պետք է օրինակ կասեմ, դիրոջ կորձի համար դասանորդ տամ, այսինքն փող տամ, զորնակ, այնտեղ գրված է արդեն, այնտեղ նշված էր։ Հինգերորդ, անշուշտ վարդապետական ասենք դիրքերը կամ հայտարարություն, որ գասենք doctrinal statement այդպիսով վարդապետական դիրքը ինչ է։ Սրա վրա եղբայրներ ջան շատ չեմ ուզում բան ասել, որ անցյալ անգամ արդեն 15-10 ունեցանք, անշուշտ Աստվածաշնչի մասին ոնց որ այսպես հատված մը գա, բարբերությունը գա, Աստված Հայրը, Աստված Որդին, Աստված Սուրբ Հոգին, հրեշտակներ բարի եւ չար։ Գիտենք այս կարևոր մասնիկները մեր հավատքի պետք է այնտեղ լինեն։ Պետք է այնտեղ լինեն։ Չի լինում։ Եղա։ Մարդը, մեղքը, փրկությունը, եկեղեցին, աբակայի նկատմամբ այդ ինչ պիտի բադահի եւ այլն, այդ բոլորը այնտեղ են։ Որբեսի որևէ ցանկացած մեկ որ ուզում է անդամակրվել մեր եկեղեցին, պետք է գիտնա ինչ հավատում ենք։ Ես չեմ ասում նրա հայր էջնոց գիրք դրվի, չէ։ Մի քանի էջի մեջ հստակորեն նշված ասպաները։ Եվ առավել, եթե զադից սեմ բաժնելով, ինչու որև սրանք այդ մասերից մեջը ներառված են, ինչ որ առաջին դասի մեջն են, բայց ասպաներն ալ զադից դրեցի մգրդություն եւ դերունական ընթրիկ մեծ անձնարարությունը ըստ Մատթեոս 28-ի դնդեսությունը մենք դնդեսներ ենք Աստծո տանը ամուսնության մասին, ինչու իքական սեր, արական սեր, ոչ թե երրորդ ուրիշ սեր մը այդ բաները կարևոր են մանավանդ Հյուսիսային Ամերիկայի մեջ եւ անշուշտ քաղաքացիական կառավարության անտեպ ինչ է մեր տերը։ Այս բաներն ալ կարա ասենք թե ներգրավել այնտեղ կամ կարակ չդնել։ Կարակ այս բաները մյուս դասի մեջ դնել։ Հա, այո։ Հիմա նրա համար մեր մոտ մեր սահմանադրության մեջ մինչև հիմա բարկասո այդպես է Հյուսիսային Ամերիկայում որ երբ մեր սահմանադրության մեջ հստակ գրված է որ մարդ եւ գին միայն գարավարության կողմն է եւ գարավարություն բամը չի ասում դուրսի այդ ջնշումը չեն կարող հերքել ինչ որ ունենք չեն կարող ստիպել եկեղեցին չի կարելի այո սա է որ ուզում ենք հասնել պարկասո մինչև հիմա լա Ամերիկա մեջ լա Կանադա մեջ ինչու որովհետև մեր գարավարությունների այդ երկու գարավարությունների սահմանադրության մեջը գրոնական ազատության պաշտպանությունը կարևոր դեր ունի գարավարության առջև նրա համար չեն կարող ստիպել այդ ասենք միասերականները որ օրինակ ես իբրովիվ մեր եկեղեցիում բան անեմ ինչու որ ես կասեմ նա է փամասելիք չունի մեր սահմանադրությունը գարավարության առջև ունի գարավարությունը օրինակը մեր սահմանադրությունը այսպես կասե ուրիշ բանը չկա, պետք չունես ավելի բանելու։ Նրանք կարող են ավելի ուզեն խնդիր բանալ, բայց չեն կարող հաջողվել։ Մինչև այսօր քոնե չեն կարող հաջողվել։ Եւ եթե լուր ունեք, ասկե, չգիտեմ, քանի 2 կամ 3 ամիս առաջ էր, երբ նոր Ամերիկայի նախագահը ինքը էլի վերադարձավ, ասենք, Ջերմագդունը, ինքը ստագորեն մի բանի մեջ բոլորին խոսեցավ իր, ասենք, այդ, չգիտեմ, կոնգրեսը, ինչ է, ինչ որ գասեն, ասեց միան երկու սեր գա ասեց
դղամարդ եւ գին ասեց։ Անշուշտ քրիստոնեական աշխարհը, ասին մարդ եւ գին, ասին արու եւ էկ ամուսնության համար հստակ արեց այդ կողմից, այո, սա չի նշանակում, որ Ամերիկայի մեջ ամեն մարդ համաձայն է նրա վրայով, բայց սա հստակ է, որ կառավարության դիրքը ներկայիս սա է։ Մեկը չի կարող ոնց որ գրիվնել, բանել չէ, սա է։ Հա դու ուզում ես օրինակ իբր երկու դղամարդ ճակերտյալ միասին այդ ամուսնություն անել կամ ինչ որ սուրբ կրային չէ անշուշտ, կառավարությունը դակավին թույլատրում է, որ այդ հնարավոր է քեզ համար, բայց սա բարձրապես թույլատվություն է։ Ինչու որովհետև նրանից առաջ արդեն որոշ բաներ կար։ Հիմա ինք կարա նորից փոխել այդ բաները, բայց Ամերիկայի մեջ օրինակ նահանգից նահանգ որոշումները կփոխվի այս միասեռականության ամուսնության նկատմամբ։ Որոշ նահանգներ նրանք ոչ կասեն։ Դեր կան նահանգներ, որ ոչ կասեն, չեն անում։ Ուրիշ նահանգներ կասեն, այո, կանենք, այսինքն կառավարական առումով։ Կամ նույնիսկ եթե ճագերտյալ եկեղեցիներ կան, որ այդպիսի բան անում են, ինչու ազատամիտ եկեղեցիներ կան երբեմն, որ Աստծուց մեջ չեն վախենում եւ նույնիսկ թույլատվություն անում են այդպիսի միասեռական գոչված ամուսնությունների։ Հետո անդամակցություն։ Հիմա անդամակցության գալով ուզում եմ էլի նորից կարդալ, ինչ որ այստեղ չկա։ Հիմա մի քանի բաներ նկատի ունենալով անդամակցության նկատմամբ, անշուշտ ով կարա անդամ լինել։ Ով կարա անդամ լինել, որակավորումները։ Հետո անդամիմը բարդականությունները, նրա իրավունքները եւ ոնց կարելի է որ դատարեցվի նրա մեգիմը անդամակցությունը, ինչ պատճառներու պայմաններու տակ։ Հիմա այսպիսի բաները երբ նշված են հստակորեն, հակիչ կերպով, այսպես մի դող, որ հստակ լինի եւ այո միշտ լավ կլինի ուր որ ունենք սուրբ գրքի միջոցով համարներ, որ կարանք դեղատրել այդ ասենք արդայդություններին գողքը ավելի հեշտ կլինի։ Հիմա ես ադի չեմ ըրած այստեղ, բայց գիտենք որ որոշ բաներ կան սուրբ գրքից մեջ են շատ հստակ է, կարանք կողը դեղատրել։ Հիմա անդամակցության նկատմամբ որակավորումներ, զորօրինակ այդ իմ օրինագից թարգմանած գարթամ որակավորումների վրայով այս եկեղեցու անդամությունը պետք է բաղկացած լինի այն անձից, ովքեր խոստովանում են Հիսուս Քրիստոսին որպես իրենց բրգիչ եւ Տեր, եւ ովքեր հետևել են Տիրոջ մգրդության միջոցով այս եկեղեցու իշխանության ներքո համապատասխան Սուրբ Գրքում ներկայացված մգրդության ուսմունքին կամ մեկ այլ նման հավատքի եւ գարքի բապտիստական եկեղեցու միջոցով փոխանցման նամակով։ Հիմա կանոր մգրդական օրինակը վերցնում ենք, այսինքն կամ պետք է եթե նոր հավատացյալ ես մգրդվիս այս եկեղեցու մեջ կամ ուրիշ մգրդական եկեղեցի է որ նույն քաղաքապարագից է դուխտ բերես այդ եկեղեցվո հովիվից կամ եկեղեցյուց որ ասելով որ այս անձը զորնակ այնտեղ մգրդված է կամ անգից առաջ մգրդված է մենք վավերացած ենք ընդունում ենք նրա մգրդությունը եւ ոնց որ լավ գարկավիճակի մեջ եղբայր կամ քույր եղած է եւ հիմա ինք զորնակ մի քաղաքից ուրիշ քաղաք եկավ փոխադրվեցավ ինչու որ երբեմն մարդ օրինակ Վանացորից կարա Երևան գալ աշխատանքի մարդը պիտի չգնա ամեն ասենք շաբաթը 2-3 անգամ Երևանից Վանացոր որ այնտեղ եկեղեցվո դարբեր այսին ժողովների ներկա գտնվի ուրիշ եկեղեցու անդամ կլինի բայց քանի որ Վանացորից սեբենք ասինչ եկեղեցուց եկած է քույր եկեղեցին Երևանում գտնունի նրան սա է կապարը երկրորդ բաժին բարդականություններ անդամներից սպասվում է որ նրանք հավատարիմ լինեն քրիստոնեական կյանքի համար անհրաժեշտ բոլոր բարդականություններին որոնք ներկայացված են ուխտում սա նվազագույնն է ինչ որ ուխտում գարտացինք ակնկալվում է նրանցից իբր բարդականություններ որ նրանք գադարեն այդ բարդականությունները որ նշված է այնտեղ 3 իրավունքներ մարմնի Քրիստոսի այսինքն եկեղեցու անդամ լինելու հետ կապված առավելությունները հաշվի առնելով ինչու Քրիստոսի մարմնին անդամ լինելը թե բարդականություններ ունի եւ թե իրավունքներ ագա իրավասություններ լավ գարկավիճակ ունեցող անդամները ովքեր ասպարակային իբր օրինակ 16 կամ ավելի դարիք ունեն հիմա դարիքը հարց չէ ինչպես ասեցի մեկ արա 18 տնել կամ 21 տնել ադի հարցը չէ ամեն եկեղեցի գարա որոշել ով գարա հավատքով ապաշխարությամբ մգրդությամբ
16 տարի կամ ավելի ունեն, կարող են մասնակցել եւ քվեարկել եկեղեցու կորձարար հանդիպումներում։ Ինչու որ անդամ ես կարաս քվեարկելան։ Հիմա նայեցեք եղբայրներ ջան, երբեմն եկեղեցիներ կան, որ օրինակ բոլոր եկեղեցին քվեարկության մասնակցի, երբեմն եկեղեցիներ կան միայն երեցները, կամ ասենք առաջնորդական գազմը կնե։ Սա էլի ցեզ այսինքն կմնա ոնց պիտի որոշվի։ Դադարեցում, հիմա ինչ պատճառներով մեկը կարա դադարեցվիլ, որ անդամ լինելուց, առջևս ունեմ 5 պատճառ, թիվ 1, երբ անդամը դեղափոխվում է նման հավատքի եւ գարքի մեկ այլ եկեղեցի, ինչու որ ուրիշ եկեղեցի գնաց, այլևս պետք է նրա անունը այդ եկեղեցու անդամակցության ցանկից հանես։ Սա բարձ է։ Թիվ 2, եկեղեցու կողմից բացառման համար, եթե անդամը ունի կոնկրետ ծանր մեղք, որի չի խոստովանել։ Անշուշտ այդ կարգապահական այդ բոլոր քայլերից անցնում է եւ եթե չի խոստովանել, ինչ կասե Մատթեոս 18-ում, թող քեզ ինչի նման լինի, հեթանոսի նման։ Սա արումով որ անդամակցությունից գզրգվի, որբեսի անձը վախենա մեղք չկործել է։ Սա մի միջոց է։ Թիվ 3, երբ անդամը ցախողում է կատարել ուխտում նշված բարդականությունները, մենք չենք ասում մեկ բարդականության մեջ թերի մյուսներու մեջ լավ էսելը պետք է անդամակցությունից զրկվի, չէ, բայց երբ դիտումնավոր գերբով անգամներ ինքը փաստ թողնում է իր բարդականությունները կատարելիս, ինչ կլինի հետո իրեն գսվի, մեկ գսվի, երկու գսվի, չի հնազանդվում եւ կարելի է որ իր անդամակցությունը գործընծնի։ Թիվ 4, երբ անդամը միանում է այլ հավատքի եւ գարքի եկեղեցուն, անդամությունը այս եկեղեցում կդատարեցվի։ Սեբենք թե մեկը մգրդական եկեղեցու անդամ էր, գնաց, չգիտեմ, ուրիշ եկեղեցու անդամ եղավ, որ մգրդական չէ։ Հիմա այդ բարակային եկեղեցիներուն կմնա ասելու, որ օքեյ, աս եղբայրը, եթե լավ վկայություն ունի իր անդամակցությունը, գարա ինքը նամակով վերցնել փոխանցել ուրիշ եկեղեցի, որ սեբենք թե 50-ական եկեղեցի է։ Գախում ունի եկեղեցիներ ինչպես կորոշեն այս։ Հիմա ինչպես ասի եղբայրներ ջան, սա մի օրինակ է։ Եվ թիվ 5, երբ անդամը անշուշտ մահանում է։ Եվ մահանում է, վերջացավ, այլևս անդամակցությունն պետք է ելնե։ Ինչու որովհետև սովորաբար Հյուսիսային Ամերիկայում եկեղեցիներ շատ անգամ կթողեն անդամի անունը այնտեղ նույնիսկ երբ մեռած է, որ ասեն ոչ թե դիտումնավոր ցևով մենք ունենք այսքան անդամներ, հա բայց անդամներից մի քանի հատ արդեն ողջ չեն այլևս դիրոջ քովեն։ Այո, եկեղեցու անդամ են, բայց դիեզերական եկեղեցու անդամ են։ Հա? Բայց սահմանադրությամբ դրված չի, մինչև երբ անդամա, իրանք ճիշտ է։ Հա, նրա համար է, որ այս ասենք այսպիսի կանոնակրերը ոնց որ ապահովություն է, բադնեշի պես գոքնեն, որ եկեղեցին առողջ մնա եւ խնդիրներ չելեն անամացանության։ Եկեղեցական պաշտոնյաներ, հիմա սրանց մասին եղբայրներ ջան շատ ժամանակ չեմ ուզում գործընծել, որով արդեն իսկ քոնե երեցների եւ սարգսակների մասին խոսեցանք։ Հագիրճ կերպով պիտի նշեմ, ուրեմն այս հոդվածի մեջ ամենաառաջ իբր եկեղեցական պաշտոնյա պետք է որ հովիվը կամ երեցը կամ եպիսկոպոսը լինի։ Նրա գոչման մասին մի քիչ կրվի, որ այսինքն երեցը ինչպես պետք է լինի, այդ գոչումը ոնց է։ Այո, գարա մեկը ավելացնել նրա այդ ասենք թե բարդավորվածությունը պետք է ինքը օծության ենթակա լինի։ Այդ բոլորը այնտեղ գարակ տեղադրել։ Հետո որակավորումները ըստ 1 Տիմոթեոս 3, Դիդոս 1 եւ այլն։ Հետո նրա բարդականությունները հովիվը պետք է այսն է, այնն է, մյուսն է, այցելություն, քարոզ, խորտադվություն, աղոտ եւ այլն եւ այլն։ Եվ անշուշտ դատարեցումը։ Երբ հովիվը գարա դատարեցվել իր բարդականությունից, ոչ թե մխիթար եղբայր, երբ ուրիշ հովիվ մասը դու պետք է գնաս, կամ ես պետք է գնամ։ Հստակ պետք է նշված է։ Եթե սահմանադրության մեջ այդպես նշված է, մեկը գարա կալասել նոր անդամ զորնակ, որ ինքը Սուրբ Գիրքից մի քիչ հասկանում է, նոր անդամ ասելով ոչ թե անպայման նոր հավատ, մեկը գարա ուրիշ եկեղեցուց է, գավ ուրիշ, ասենք թե նույն համանքի եկեղեցուց է, գավ գասե մխիթար եղբայր, դու ասանք անում եք մյուս եղբոր անտեպ, բայց սահմանադրության մեջ չկա այդպես բան։
Ինչպես կարաք վավերացնել սա։ Օրինակ, որբեսի չլինի որ անստակ բամը մնա եւ հետո ըստ իսավ գնի, բայց երբ սահմանադրության մեջ այս բաները գրված են դող առ դող, մի դող, երկրորդ, երրորդ, չորրորդ, միայն այն բարակայում, եթե Սուրբ Գիրքը չունի ուրիշ բան ասելու, օրինակ, Սուրբ Գիրքը եթե չի ասում, որ օրինակ Դավիթ եղբայրը եկավ, մյուս Դավիթ եղբայրը ասեց, Դավիթ եղբայրը ասեց, դու այլես պետք է գնաս կարոզել, զորօրինակ։ Ինչու՞։ Ինչու՞։ Մի հատ հովիվ գպավ է, ասենք իր բանով, քահապարով։ Հա, բայց ինքը չէ որ գորոշի, Աստծո դունը, ժողովուրդը միասնականորեն կորոշեն։ Այո։ Մի քիչ բարձր, Միխիթ եղբայր։ Մարդիկա որ ասում են ինձ այդ կանոնադրությունը ոչ էլ հետաքրքիր։ Մենք ասենք դու հետաքրքիր չես։ Եկեղեցին երբ որոշած է եւ ընդունած է, վավերացուցած է, ուրիշ մեկը երբ որ բանս նպատակը ինչ է եղբայրներ ջան, կանոնակրի սահմանադրության, որբեսի ամեն բան եկեղեցու մեջ գարկ ու կանոնով լինի, համերաշխություն լինի, հասկանալի լինի մեր ասենք զրույցը։ Այսինքն այդ մարդին կարող եք ասել, այս տեղը չի։ Ուրիշտեղ ցույց տանք այդ մարդին, ասենք, Ինչու որ այդպեսի անցումը, եթե այդպես անե, պետք է նկատի ունենա, որ թեև իր շարժարիտը սա չլինի, բայց խնդիր անողի պես է։ Միապանությունը խանգարողի պես է, երբ 99 հոգին համաձայն են այդ բոլորի հետ, ինչու սխալ բան չկա ասելով, սուրբկրայինորեն եւ առավել դրամապանականորեն հեշտ է։ Բայց մեկ հոգի եկած է քեզ ասում, որ ես չեմ ընդունում այդ մասը, այդ հոդվածը, այդ հոդվածի այդ մասը։ Եթե այդպես բան գա, երեցները գարան վերանայել, եթե սխալ բան չգա, ետ իրենք հաշվետվություն ուտան ասելով, մենք քննարկեցինք եւ նորից հաստատեցինք, որ այդ մասը, այդ հոդվածի վավեր է դակավին։ Վերջ։ Ուժի մեջը, այո։ Այո։ Իսկ խոսքի մարդիկ չեն կարող ասել Աստվածաշունչ կա, Աստվածաշունչում սովորական նկարագրված է, իսկ բենց կանոնագի որ Կյանքի եւ աստվածաբաշխության մասին նկարագրված է, բայց եկեղեցական ժողովների այդ դետալները չէ, մենք կասեն խոսքի ձեր համար օրենքներ կրսն փոխինը ոսո փարսեցիոն նման ինչ-որ տենց նման ակտիվանա։ եթե ինքը այդպես կասե, մենք կասենք մեր դերը օրդրի, գարկ ու կանոնի աստված է կասենք։ Հա, այդպես բաներ կա, հիմա գտեսենք արդեն, հա։ Կանոնակարգումը ինչ է, որ կարգում կանոնի բոլորս քնենք, բոլորս կարգացնենք, բոլորս ենք դասում կանոնակարգում։ Մեկը չի կարող ասել զոր օրինակ, եթե մեր մեջ եկեղեցի մը գա որ զոր օրինակ ժամը 9:30-ին սկսում է, ուրիշը կասե, ես ուզում եմ 11-ին։ Ինչու եղբայր ջան, որովհետև ես 10 կիլոմետրից գալիս եմ եկեղեցի։ Դու եկեղեցու մոտ ապրում ես, բայց խնդիրը այն է, որ այս եկեղեցին քու կալետ առաջ արդեն հոս էր։ Մենք դարիներով պաշտամունք անում ենք ժամը 9:30-ին, օրինակ։ Ինչու փոփոխության պիտի ենթարկվի, բարձրապես որ օրինակ Ափիսողոմ եղբայրը ինք 10 կիլոմետրից գալիս է, հուսամ Ափիսողոմ մեկը չկա։ Նրա համար է որ այդ գարկ ու կանոնը հարգելը լավ բան է, եւ նրա համար ասենք եղբայրներ ջան, ամենավերջին հոդվածը մի տեսնենք փոփոխությունների նկատմամբ է։ Ամենավերջին հոդվածը, այս հոդվածների փոփոխությունների նկատմամբ է, ինչու սա ազո խոսքը չէ։ Եթե հնարավոր է որ պետք է բամը վերանայվի փոփոխության ենթարկվելու համար, առաջնորդությունից սկսյալ եկեղեցին, եթե վավերացնեն, ինչու՞ չէ։ Օրինակ այսօր նման ասի կարելի է խախտենք, նկարվենք, վերանայվեց, ցինայով։ Շատ այք, հաջորդը անշուշտ հիմա հովիվ ասեցինք զանազանելով ասենք այն անձը, որ ինք լրիվ իր ժամանակը դալիս է եկեղեցվո ծառայության եւ հետո օգնական երեցները, մյուս հովիվներն, այլա նույնն է, այդ բոլորը գոչումը, որակավորումը, բարդականությունները, դատարեցումը, նույն բաներն են ինչ որ հովիվների երեցների նույնն է, բայց ես զացը կածեմ, ինչու մգրդականներու մեջ, որովհետեւ
Հովիվ բարը եւ երեց բարը, հիմա անբավական երեց չենք ասում մեկումը, ասենք սա հովիվն է եկեցին, մույս երեցներն են զորօրինակ։ Այդպիսի տարբերություն գտնենք, որ հասկանալի լինի, որ նա ներկրաված է նրա բոլոր ժամանակով նվիրվածությունով եկեցված ծառայության, մյուսերը կարող է բիզնես ունենան, աշխատանք ունենան, ժամանակավոր, այս ժամանակավոր ասելով մասամբ ժամանակով ծառային եկեցվո մեջ, ոչ թե օրինակ շաբաթը 40-50 կամ ինչ որ ժամ այդպիսով։ Սարգսակները նույն ցևով գոչում, բորակավորումներ, բարդականություններ եւ դատարեցում։ Երբ անշուշտ հովիվը կամ երեսը պետք է դատարեցվի ծառայությունից, երբ սարգսակը պետք է դատարեցվի ծառայությունից եւ այլն։ Քարտուղար։ Հիմա երբ քարտուղար գասենք, անշուշտ եկեղեցին գարա քարտուղար ունենալ կամ գարա չունենալ։ Քարտուղարը միան դրամարդ պետք չգա լինելու, գարա կինա լինել, քարտուղարուի լինել, այսինքն ինչու որ քարտուղարը կամ քարտուղարուին բարձրապես այդ ընթարական այդ ծառայության մեջ ներգրավված է։ Հիմա օրինակ եկեղեցու երեցները պետք է ընտրեն, հիմա այս բարակային ասել չէ որ միան երեցները գարանատնել։ Հիմա այդ հանձնարարականի մեջ ես այդպես գրած եմ, որը ամեն լավագույն որ երեցներից կա, բայց սա չի նշանակում որ ժողովուրդը չի կարող որոշել ասել, որ միասնապար մենք ուզում ենք օրինակ ասքույրը, որ մեր եկեղեցու մեջ ծառայում է, ինքը լավ դաղանտներ ունի այդ բաների նկատմամբ, կարա ինքը քարտուղարուի իբրև ներկայացվի եւ կվավերացվի երեսների միջոցով ժողովի միջոցով եւ քարտուղարուի գունենանք կամ քարտուղար գունենանք։ Ուրեմն եկեղեցու երեսները ասպարակային պետք է ընտրի քարտուղար, ով բարդավոր է զորնակ նրա բարդագություններից բահել համապատասխան կրկում, այսինքն կրկի մեջ դերմը եկեղեցու բոլոր կորձառնությունների գրանցումները։ Ինչ եղավ չեղավ եկեղեցու մեջ, ոնց որ գրե որ ասինչ օրը, ասինչ բան եղավ, ասինչ օրը, ասինչ պետք է նշվի։ Ինչու որովհետև երբեմն կպատահի բանը եւ պետք է որ իդ գնանք։ 2 տարի առաջ ասինչ բանը բադայեց։ Մենք ինչ որոշում արեցինք։ Քարտուղարը արդեն գրած է այնտեղ, ստորագրված է, թվանշված է եւ գիտենք, որ այս բաները բադայեցան։ Երբեմն չենք կարող իշել ամեն բան։ Հետո քարտուղարը պատասխանատու է զորնակ եկեղեցու էլի, եկեղեցու անդամների անունների ցուցակի։ Նրա մոտ կլինեն։ Հիմա մենք կարող է չունենք այդ մանրամասները, օրինակ նրա մգրդության կրանցումները, երբ եկեղեցի մեջ ընդունվեցան, կամ նույնիսկ բաներ զորնակ բացարգման եւ մահվան ամսաթվերի կրանցման համար։ Ո՞վ պիտի բայ է սա։ Հովիվը չի բայ անպայման, որ երբ որ օրը դու անդամ եղար, որ օրը ասենք թե մահացար, որ օրը երեխա ունեցար, որ օրը երեխան ասենք թե նվիրեցիր դիրոջը, այդպիսի բաները քարտուղարին կորցն է։ Թող նա անե։ Քարտուղարը պետք է բաբանած լինի բոլոր փող կորձակցությունների եւ պաշտոնական կրավոր հաշվետվությունները ներառյալ այդ բիզնեսի հանդիպումները, այսինքն բանի, երբ ասենք միասին գալիս ենք եկեղեցական այդ հավաքույթները, որ ընդհանրապես կանենք ամիս անգամ, երբ մենք երեցներով, սարգսակներով հանդիպում ենք եկեղեցու դարբեր ծառայությունների մասին խոսանք, խնդիրները, հարցերը, գարիքները, պետքերը այդպիսի բաներու համար ինք արդեն այդ բոլոր արձանագրությունները կանե։ Ինչու որովհետև եթե երեսները նստած են սարգսակների հետ կամ երեսները զադից գախում ունի ինչպես եկեղեցի այդ գազմագերբչական գազմը է, ով նշում է ինչ խոսվեցավ, ինչ արդյունքի հասանք։ Չէ՞ թե ոչ ես կարամ ասել օրը Վարդան եղբայր, դու ասպես չասեցիր 1 տարի առաջ կամ 3 տարի առաջ, Վարդան եղբայրը գաս չի ես ասպես ասի, ինձ հիմա ասում ես որ ես սուտ խոսում եմ, ես մոռացել եմ, բայց բնթում եմ սխալ ցևով որ Վարդան եղբայրը այդպես չասեց, բայց Վարդան եղբայրը գասե արի գնանք, քարտուղարին կով գնանք, ինքը կրանցած է, եւ նայում ենք, օքեյ, գներես Վարդան եղբայրս, ես մոռացել էի, շատ կարևոր է, որ ըսի ըսավ չլինի, չէ՞ թե ոչ կրնանք մոռանալ, այո, մենք կարող է Հայաստանում դակավին ասենք այդպես բծախնդիր չենք, մենք կարանք ասել մենք իրար կվստահենք, բայց խնդիրը ան է, որ եղբայրներ ջան, երբեմն ոչ թե մեր ցանկությունը վատ է ասելով իրար հանդեպ, միմյանց հանդեպ, հապա կարանք մոռանալ, ավելի լավ է հագիրճ կերպով կրանցվի, ինչ ասեցինք, ինչի մասին խոսեցանք այդ մեր ժողովի գդրվածքով, ուր հասանք, ինչ որոշումի եկանք,
որ ամեն բան ատել լինի։ Եվ մենք ինչ կանենք, ասենք Ամերիկայում, Կանադայում, երբ քարտուղարը ամեն այդ բաները նրակով գրանցե, մեզի հետո բոլորիս անձնախումբին առաջնորդական email գուղարկե։ Մենք կասենք սրա ժողովի ռոբեները, այսինքն այդպես կասենք, meeting minutes, ժողովի ռոբեները ասելով, այսինքն ինչ բաներում ասենք խոսեցանք, ինչ համաձայնության եկանք, ով ինչ պիտի անե, ով ինչ պիտի չի անե, ումի դրված է այդ բարդականությունը, որ ասենք ասիչ բանը պետք է լինի, երբ պետք է հետաբնթենք, օրինակ հաջորդ ջամբարի վրա հետաքրվելու, որ ամիս այդ բոլորը այնտեղ գրված են եւ email-ով ամեն մարդ ունի օրինակ։ Եթե ես չգարտամ այդ email-ը հանցանքի իմ վրաս է, որ ես ինձ հիշեցնեմ, այդպիսով շատ մտժվարությունները գարանք այսինքն ազատվել։ Սա ագիչ կերպով քարտուղարի մը կորձերից է իբր նմուշ։ Կանցաբահ։ Եկ հա? Ինչ է հանցավոր։ Հիմա կանցաբահ, այո։ Եկեղեցու երեցները կամ երեցախումբը պետք է ընտրի եկեղեցու կանցաբահի բարդականությունն է ստանալ, բաբանել եւ վճարել արտոնակրված ասենք թե այդ չեքերը նրանց հիման վրա այդ բոլոր գումարները միշտ ապահովելով ստացումների եւ ծախսումների հետևումը։ Մի խոսքով ինք այդպեսի բաներով կսպաղվի, այո, ինք հաշվետվություն տալիս է եկեղեցու հովիվներին։ Կանցաբահ, հաշվաբահ, երկուքը նույն անձի կարան լինել, զատ անձ կարան լինել, ինչպես ասի եղբայրներ ջան, սա մի նմուշ է։ Այո, դուք կավելացնեք ձեր կարիքների համեմատ կամ կբացեցնեք ձեր կարիքների համեմատ։ Որովհետև գախում ունի եկեղեցի, օրինակ երբեմն կարող է որ մի եկեղեցի անգամ որ մեծ է, զոր օրինակ, մեկ քարտուղար, այսինքն չի հերիքում։ Կարող է երկու քարտուղար պետք է։ Շարունակելով, կանցաբահը բարդավոր է եկեղեցուն յուրաքանչյուր այդ բիզնեսի հանդիպումների ժամանակ ներկայացնել նախորդ ամսվա ինչ պատահեց, ինչ ստացանք, ինչ ծախսվեցավ այդ հաշվետվությունը։ Ինչու որովհետև երբ առաջնորդական անձնախումբը նստած է, պետք է նրանք այդ հաշվետվության նկատմամբ դեղյակ լինեն։ Ինչու որովհետև կանցաբահը գասե կամ հաշվաբահը գասե Ես ստացանք, ասչապ գումար մդավ, ես չապ ծախսեցինք, էլեկտրական հոսանքի, ջուրի, անան, ծառայության, ուտելիքի եւ այլ։ Հիմա ֆինանսական քարտուղարը ասպարակային գարանք ասել հաշվաբահի պես մեկը, ճիշտ ասե, ֆինանսական քարտուղարը կամ հաշվաբահը պետք է ընտրվի էլի, նորից եկեղեցուց կողմից, երեցներու կողմից, ով բարդավոր է բաբանել այդ բոլոր ինչ-որ նվիրատություններ գալիս են, ճշգրիտ կրանցումները պետք է բաբանեն նրանց։ Դրամատրել, անշուշտ, եթե եկամտահարկի հարց կա, այդ հաշվառման նպատակով անշուշտ պետք է արտոնակրել, թղթեր տա եւ որպես օժանդակե գումարի հաշվարկվանը։ Ինք բարդականություններ ունենալու, որ ուրիշ մեկը չի անում, որպեսզի օրինակ նույնիսկ հարգի նկատմամբ կառավարության առջև պետք եղածը շիդակցիով ներկայացվի, որ հովիվի կորձը չէ ֆինանսական բաներով սպառվելը։ Հաշվաբահը ինքը գանե այդ բաները կպատրաստե, կներկայացնե եւ որ ադենը կա, որ պետք է ներկայացվի կառավարության օրինակ կամ ժողովրդին երեսներու միջոցով ինք կանե։ Խնամակալներ, հիմա trustees գսենք անգլերենով, խնամակալներ, օրինակ, ամեն եկեղեցի տարբեր խնամակալ ունի։ Օրինակի համար Եթե զորնակ մենք անձնական սեփական մեր եկեղեցաշենքը ունենք, ով ունի սեփական եկեղեցաշենք։ Եթե սեփական եկեղեցաշենք կա, ումի անունը գրված է վրան, այսինքն ումի անունով է այդ եկեղեցին։ Բողոս Արաքյանի անունով է։ Չէ։ Հիմա օրինակ այստեղը իմ նմուշի մեջ հետևյալը դեղատրած եմ, հովիվը զորօրինակ, կանցաբահը եւ հաշվաբահը, կամ քարտուղարը, տարբեր անձիկ, երբեմն կարող են բարձ անդամներից լինեն։ Գախում ունի եկեղեցին ինչ համաձայնած է։ Հիմա նայեցեք, ես հովիվ ասեցի այդ առումով, որ երեցմը։ Հիմա երեսերը պետք չէ ներգրավեն, բայց
Եթե ժողովուրդը ասե, Շենքի սեփականությունը հոմանից է։ դարբեր մարդերու անունով կլինի, կամ միաբանության անունով կլինի, գախում ունի։ Ինչ կամացանի եկեղեցին։ Համասեփականատեր։ Հա, որբեսի չլինի, որ գիտես, եւ որ օրինակ բանը բադայես, հիմա զոնակ այլևս ժողովուրդ չկա եկեղեցիում։ Ադիկա ումի կմնա, կառավարության պիտի գնա, հարևաններին պիտի գնա։ Գյումրիում եղավ դեպք, որ ասենք խոսքի հովիվը ասենք տարածքի իր անունով է շգրանցել մենակ։ Ու ասենք խոսքի հետո ինքը չտվեց եկեղեցին, ուզում այդ ամենը իրան արեց։ Դրանքի խոսքի այդ շենքի կապված։ Հիմա մեկ հոգու անունով պետք չէ լինի, այո, մեկ հոգու անունով պետք չէ լինի, որովհետև այդպեսով Հայաստանի օրենքով շենքը պիտի լինի, եթե եկեղեցի ստացել այդ անունով Եկեղեցու հա, բայց ասպարակային հիմա եկեղեցվո, հա, հա, այդ գույքը, ասենք, հիմնադրողին կամ հայնագիծը վաճառում է 36%-ը դիմավորությունը, որպես հետամտարություն մասը։ Եկամտահարկ։ Մնացածը մնում է հիմնադրողի, որ փոխադրություն նրանք են։ խնամակալների բանը սա է, աս է խորհուրդը, այո, այո։ Եթե ոչ, ամբողջովին դիմապետություն։ Հա, եթե հստակորեն նշված չէ սահմանադրության մեջ, այնադեն այդպես կլինի։ Ուրեմն այն անձիկը, որոնք խնամակալներն են, կծառայեն որպես խնամակալներ, այսինքն նրանք կգրեն եկեղեցու գույքի վստահությունը։ Նրանք իրավունք չունեն առանց եկեղեցու հատուկ քվեարկության գույք քնել, վաճառել, վարձակալել, գրավադրել կամ փոխանցել։ Ասի ուրիշ անունիմ փոխանցել։ Եկեղեցու կողմից պետք է քվեարկությամբ վավերացվի։ Անշուշտ այս մոդելը կառավարչական գազմի եկեղեցվո կներառե բոլոր անդամների մասնակցությունը։ Ուրիշ եկեղեցիներ, ինչպես ասացինք եղբայրներ ջան, կարող են որ միան ասենք կառավարչական գազմը, երեցները օրինակ սարգսակներու հետ միասին կամ առանց սարգսակի նրանք միասին որոշեն, այսպես պիտի լինի։ Գախում ունի նրանց կանոնակրությունը, սահմանադրությունը ինչ կասե։ Սա մինիմուշ։ Նկարեցի՞ր։ Հա։ Հիմա հանդիպումների մասին խոսենք, արդեն այսինքն դարբեր հանդիպումներ, դարբեր ժողովներ։ Անշուշտ մենք գիտենք ունենք պաշտամունքային ժողովներ։ Պաշտամունքի նկատմամբ աղոթաժողով, երիտասարդաց, այդպես բաներ։ Այն բոլորը որ կներառե պաշտամունքի, գաբուրի պաշտամունքի հետ։ Անշուշտ ունենք կորզնական, այսինքն բիզնեսի ժողովներ, հանդիպումներ, ինչ որ արդեն իսկ մի քիչ խոսանք նրա վրայով։ Գամալ կան այլ հանդիպումներ, որ ոչ անպայման ամենադեն պետք են։ Սեբենտ է, փամը գբադայի, ինչպես որ ասենք երբեմն դեմը չրի խնդիր կա, օրինակ գեդը հորտեց, եւ այդ գյուղում ժողովուրդը դժվարության մեջ է։ Եկեղեցին ոնց որ շուտով ժողով մը գանե, որբեսի նայի ինչպես կարանք օգնել մեր ժողովրդին, ավետարանի խաթեր համար, Քրիստոսի խաթեր։ Սա ոնց որ այլ հանդիպում է, եւ անշուշտ գարքի կանոններ, հիմա գարքի կանոն որ գասեմ, անգլերենով մենք Հյուսային Ամերիկայում rules of order գասենք, եւ մենք այնտեղը որոշ գիրք մը գա, որ ասպես հաստ գիրք է, Robert's Rules of Order, մարդուն ազգանունը մեկն է, որ Ռոբերտ անով, որ ինքը այս գիրքը գրած է, եւ ոնց որ եկեղեցիները այդ գրքի հիմնական օրենքներին գեդևեն։ Հիմա մեր բարակային, պարզապես այստեղ դեղատրեցի եղբայրներ ջան, որ նկատունանք, որ գարկ կանոնը, որ մենք ոնց որ բարդատրում ենք մեր ժողովրդի վրա այս կանոնադրության առումով ինչ հիմքերի վրա է։ Պետք չունենք հիմա ավելի մտածելու սրա վրա։ Բարձրից այստեղ դեղատրեցի, որովհետև ադի աշխատանքից մաս էր, բայց դուք կարաք էլի մտածել, որ օքեյ, մենք ինչ կանոնների համաձայն անում ենք այսպիսի, ասենք, փաստաթուղթը։ Ֆինանսներ, անշուշտ պատասխանատվության հարցը կա,
ֆինանսների նկատմամբ։ Հիմա եւ որ պատասխանատվություն գսենք, ով նրա վրա առած է այդ պատասխանությունը, ով պիտի ասենք բահե չեկերը, բանկայի թղթերը դասավորված, եթե պետք լինի, գարիքը լինի, ումի պիտի անցնենք, ումի ցույց պիտի տանք։ Բյուջեն, ամեն տարի անշուշտ եկեղեցին նրա բյուջեն պետք է ներկայացնե ժողովրդին եւ դարեվերջը հաշվետվություն դա կամ դարվա գդրվածքով հաշվետվություն դա ասելով որ նախորդող այդ մեկ տարվա մեջ մենք ասքան ստացանք, ասքան ծախսեցինք ըստ մեր բյուջեին մենք ասենք գարմիրի մեջ ենք կամ սևի մեջ ենք եւ այլն այդպիսով նվիրատությունները գիտենք անշուշտ սրա վրայով հստակ գարկ ու կանոն կա ինչու որովհետև Աստծո ժողովրդից գագնգալեցվի նրանց բաժինը ընեն հաշվաբարություն ինչ որ արդեն մի քիչ խոսանք եւ բարդավորություններ հիմա բարդավորություն է որ գասենք այսինքն գառուցվելիք բարդավորություն կամ բարդ չի կարող ստեղծվել բացի եկեղեցական քվեարկությամբ եւ հաստատմամբ սրա մասին խոսանք այսինքն եթե եկեղեցին ստագրած չէ որ օքեյ փամը գրնանք բարդկով առնել զորնակ մեծ պրոջեկտոր պետք ունենք եկեղեցին որպես մեր երկերը ծանուցումները դեղատրենք այնտեղ բայց մեծ պրոջեկտորը կարող է 300,000 դրամի նայե եկեղեցին այդ փողը այսինքն շուտով չի կարող դալ պետք է բարդկի առնենք մենք խոսանք եկեղեցվո հետ սա ոնց որ հաջորդ մեր եկեղեցական ժողովի անդամական ժողովի գեդերից կլինի եւ գասենք ժողովրդին եթե ժողովուրդը համացայն է կարող է եղբայրը ասել ես 100,000 գդամ նվիրատություն անեմ այդ ասենք արաքելության համար եւ այլն եւ հետո մնացած մասը եկեղեցին ասե մնացած 100,000 կամ 200,000 ինչ որ մնաց կարող է բարդկով պիտի վերցվի եկեղեցին բարդ պետք չէ ունենա բացի եթե անդամները հստակորեն գիտեն եւ համացայն են թող չի լինի որ օրինակ ես իբր երեց հովիվ ես ելա օրինակ ինձ համար նոր համագարկիչ վերցրեցի եկեղեցվո վրա դրի այդ չեկը եկեղեցին հիմա զորնակ չգիտեմ քանի 100,000 բարդկի մեջ է այդ փողը բյուջեի մեջ չէր ավելի լավ է հաջորդ դարվա նկատմամբ ես եկեղեցիուց խնդրեմ ասեմ եղբայրներ ջան եկեղեցու կորձի համար սա է կամ քարտուղարը գարիք ունի համագարկիչիմը եւ այլ գույքի մասին խոսանք անշուշտ ինչու որովհետև եկեղեցու գույքը սա էլ ֆինանսական ծախսեր ունի եթե մանավանդ եկեղեցին մեռնա եթե վարձվորենք այդ տարբեր եւ անշուշտ հիմա ֆիսկալ դարին որ գասենք սովորաբար հունվարից մինչեւ դեկտեմբեր այդ ֆիսկալ դարվա բյուջեն ինչ է ծախսը ինչ է տարբեր տերմիններ են որ այդ ֆինանսների հոդվածի հետ կապ ունեն որ անշուշտ ամեն մեկ այս կետերի դակ եղբայրներ ջան տարբեր նշումներ պետք է լինեն որ մեր եկեղեցու գարիկների համացան մեր ժողովրդի պետքերի համացան մեր համայնքի մեջ որ մենք ծառայում ենք ինչպեսի կարանք արդարացնել այս բոլորը հիմա նրա համար երբեմն ամեն եկեղեցի ավելի լավ է իր սահմանադրություն եւ կանոնադրություն ունենա քան թե մի խոսքով ասենք խմբային լինի եթե տարբերություններ կան եթե տարբերություններ չկան բացառություններ չկան տարին հունվարից մինչև դեկտեմբեր սովորաբար ֆիսկալ տարին այդպես կնկատեցվի հա հիմա նայ երբեմն օրինակ անդամական դարեգան ժողովը փետրվարին կլինի մարտին կլինի եւ հետո որոշ եկեղեցիներ օրինակ իրենց ֆիսկալ դարվա նկատմամբ ասենք հաջորդ տարվա բյուջեն սեպտեմբերին կներկայացնեն բայց պիտի իզորու լինի հունվարից եւ այն կախում ունի եկեղեցի սրանք տերմիններ են որ ոնց որ լաստիգային են քիչմը բայց կան բաներ որ այդպես չեն մանավանդ ինչ որ Աստծո խոսքի հետ կապ ունի հստակորեն հանձնաժողովներ այսինքն միտինգներ տարբեր միտինգներու տեսակները զորօրինակ մշտական հանձնաժողովներ կան այսինքն ժողովներ որ օրինակ երիտասարդական առաջնորդական խումբը ամեն ամիս մի հատ հանդիպում կունենա տարին 12 հատ զորօրինակ
ի բացառյալ կարող է ամառը 2 ամիս, ոնց որ այդ 2 ամիսը դատար կվերցվի եւ ինչ որ ժողովուրդը եկեղեցին կորոշի։ Հետո, երբ կասենք այստեղը հանձնաժողովի մակվորում բարը quorum անգլերեն բարից գալիս է, quorum բարը կնշանակի, որ նվազագույն դոգոսը անդամների պետք է ներկայության մեջ լինեն, երբ ասենք անդամական ժողով կա։ Զորոնակ, եթե եկեցին 100 հոգի է, quorum-ը կնշանակի, որ առնվազն 30% ներկա անդամների պետք է ներկա լինեն, որ այդ միտինգը, ժողովը վավերացվի։ Եթե բավարար մարդ չկա, ըստ սահմանադրության կամ կանոնադրության, չենք կարող ընթանալ այդ ժողովով այն օր։ Հասկանալի եղբայրներ ջան։ Հիմա բարձրապես որ չլինի, որ երբեմն նայեցեք, մեկը գարա օրինակ դարբեր ռբադագով ցանկանա ժողով անել, օրինակ 30 մյուս 30-ներին գասե նկատի ունենալով, որ ամառը շատ մը եղբայրներ եւ քույրեր եկեղեցիում չեն։ Արցագուրտի են հանգստանալու գնացին։ Եկեղեցին 100 հոգի զորնակ 50 հոգի իջած է։ Եթե եկեղեցվո կվորումը 60 անդամ պետք է լինի, 60% պետք է լինի, 100 հոգից արդեն 60% չկա, միայն 50 հոգի կան, 50% կա։ Այդ միտինգը չի կարող, որ ինչու կարող այն կմտածել, որ այդ 50 հոգի մեծամասնությունը իր մարդի գնեն։ Պիտի ուզած ցևով ընթանա այդ ժողովը։ Եթե այդ ժողովը լինի, որոշում այդ ժողովի չեն կարող ունել այդ միտինգը։ Ըստ սահմանադրության։ Հանձնաժողովի արձանագրություններ, խոսեցանք սրա վրայով, հանձնաժողովի նախագահ պետք է լինի, ասել չէ, որ հովիվը պետք է լինի հանձնաժողովի նախագահը, կարող է երեցներից մեկը կամ սարգսակներից մեկը, ինչ որ եկեղեցին կորոշե։ Եվ հետո ժամանակավոր հանձնաժողովները կարան լինել։ Ինչու որովհետև եթե օրինակ, ինչպես քիչ օրինակը դվի, օրինակ մեր ասենք յուղում գեդը հորտեց, հանձնաժողովի նոր հանձնաժողովի գարիքը կա։ Հանձնաժողովը որ պիտի հոգ դանի ժողովրդի պետքերին։ Հիմա երեսները չեն կարող այդ կորձնել լրիվ, բայց այդ նոր հանձնաժողովը, որ դարբեր անդամներից պակասած է, հատուկ հանձնաժողով է, ժամանակավոր հանձնաժողով է, օրինակ հաջորդ 3 ամսվա համար կամ 6 ամսվա համար այդ հանձնաժողովը կլինի, որովհետեւ այդ ծառայության մեջ օգտակար լինեն, որ եկեղեցին ներգրավվի։ Տարբեր ժողովներ, անշուշտ մեր բարակային կարող են էլի ուրիշ ժողովներ ունենալ, բայց ամենաշատը այդ մշտական հանձնաժողովներն են, որ միշտ օրինակ ամիս անգամ կամ 2 ամիս անգամ գազագերբչական հանձնախումբը երեսները սարգսակներով գանտիբեն գզրուցեն եկեղեցվո գարիկները, հոգսերը, խնդիրները եւ այլն։ Հիմա վերջին երկուքը որ ունենք լուծարում եւ փոփոխություններ։ Երբ կարելի է եկեղեցին լուծվի, երբեմն առաքաներ կարան լինել, որ այլևս եկեղեցին պետք է լուծվի։ Շատ բարձ առումով հիմա մեր մեջ ունենք Արցախից եղբայրներ, չէ։ Հիմա երբ եկեղեցին անդեղը ցկեց ելավ, այլևս Ստեփանագերդի մեջ օրինակ եկեղեցի չունենք սա առումով։ Եկեղեցին լուծված է։ Սա բարձ օրինակն է։ Գամ գարա բադահիլ այդպիսի հանգամանք, որ եկեղեցին կբաժանվի, մեծամասնություն ժողովրդին ուրիշ տեղ գնաց, ուրիշ տեղեր գնացին, փոքր խումբ մնաց, այլևս չեն կարող այդ եկեղեցին դեր շարունակել, որ բահվի։ Այս բիսի հոտվածի մեջ քրագանություն կա իբր ուղղություն, որբեսի լուծման բարակային ինչ պետք է արեցվի։ Եվ փոփոխությունները, amendments, փոփոխություններն ալ էլի ընդեղալ բաներ կան, որ գուղորթեն ինչ պետք է արեցվի, երբ օրինակ մեկը գա ասե, բայց այս հատվածը եղբայրս ասպես է ամբես է, երեսները կքննարկեն, ժողովրդին կներկայացնեն, քվեարկությամբ եկեղեցական անդամակցության, նրանք ասեն, օքեյ, լավ գաղափար է, մի քիչ պետք է նրբացվի, փոխվի, բարերը այսպես լինեն կամ այնպես լինեն։ Այսպիսի բաներ եղբայրներ ջան, հարցեր։ Ստացվեց, որ դուք ունեիք ընդհանուր կետերը եւ նաեւ բացատրություն։ Հա, ճիշտ հասկացա։
Ես թարգմանած եմ, այո, բայց հիմա ավելի լավը, հիմա ես, ավելի լավը, այսինքն դուք թարգմանեք, ես կարամ իմ ունեցածը ցեզ տալ, հայերեն այն բաժինները, որ թարգմանած եմ, ամենը չունեմ թարգմանված, մնացածը օրինակ պետք է թարգմանվի, սրբակրվի եւ այլն այդպիսով։ Եվ անշուշտ փոխվի ինչպես որ ծեր կարիքների համաձայն։ Հարցեր եղբայրներ ջան։ Շիդագա, այո։ Եվ անշուշտ ժողովրդին մի ներկայացվի այսպիսի փաստաթուղթը կանոնակրության եւ սահմանադրության նկատմամբ, որ ինչու համար կարևոր է։ Նրա համար այդ 6 պատճառները, որ դվեցին սկիզբը, պետք է նրանց հստակ պատճառներ ներկայացվի, որ նրանք հասկանան, օքեյ, լավ է այսպիսի բան ունենալը։ Ինչու, որովհետեւ Աստծո ժողովից մարդիկ պիտի լինեն, պիտի ասեն, Սուրբ Գիրքը չի հերիքանում մեզ։ Անշուշտ Սուրբ Գիրքը հերիք է։ Բայց այսպիսի բաները կարևոր են, ինչու, որովհետև այն տարաշրջանի օրվա մեջ, որ մենք ապրում ենք հիմա, բաներ կան, որ այն օրը պետք չկար, որ այդպիսի բաներով զբաղվեր Աստծո ժողովուրդը։ Եվ նրա համար լավ է ունենալ։ Եթե օրինակ ծեր անադական դեղական եկեղեցին մերժե այսպիսի փաստաթուղթը, նրանց որոշումն է, իրենց որոշումն է։ Աշխարհի օրենքի մեջ աշխարհի մեզի մոդելը վերցրու։ Կա ազգային ժողով, օրենքներ որոշող եւ կառավարություն կատարող չէ, եւ կա սահմանադրություն։ Սահմանադրությունը վերահսկում է, որպեսզի այդ օրենքները ինչ որ կատարող որոշում են, դրանք ճիշտ որոշվի, այսինքն դե ազգային ժողովը թե կառավարություն, այսինքն սահմանադրությունը ուղղորդում է, որպեսզի Հիմա Արթուր եղբայրս, օրինակ սահմանադրության մեջը վարդապետական դիրքորոշումը կա, դիրքերը։ Եվ որ մեկը նոր գալիս է եկեղեցի, ինչ կավադակ, ինչ չկավադար, հստակորեն գրված է այդտեղ, գենսական վարդապետությունները։ Այո, այնտեղ է։ Ուղղորդում է ճիշտին, այո։ Բան կա, որ անդամակցությունից անել կար, բայց եկեղեցից երբ որ Բարձր, այո։ Ինչ դեպքում կարաս եկեղեցուց դուրս անես մարդը, որտեղ ինքը արդեն վնասում է, որտեղ անդամակցության հարց կար, բայց Հիմա մի բանը, որ ասեցինք, ամենակարևորը մեղքի բարակային եւ սուտ վարդապետության բարակային։ Եթե մեղքի հարց կա, ընթացք կա, անզեղջ եւ մեծ մեղք, լուրջ մեղք, նրա մասին այդ ածագանը այնտեղ էր։ Գամալ վարդապետական առումով օրինակ մեկը եկած է, դու իբր հովիվ եղբայր, դու կարոզում ես այսպես ժողովուրդը լրիվ համաձայն է, որ սա Աստծո խոսքի համաձայն է, բայց այդ եղբայրը ասում է, որ չէ, օրինակ Հիսուս Աստված չէ, միայն մարդ է, բնթում է։ Կարևոր գենսական վարդապետություններ կա, մենք գիտենք, որ պետք է անշուշտ խոնարհությամբ, սիրով խրադենք նրան Սուրբ Գրքով։ Եթե այդ անձը շարունակի այդպես մնալ որոշ ժամանակաշրջանի մեջ, դեղը պիտի կա, որ մեր սահմանադրության համաձայն կամ ավելի ճիշտ կանոնադրության համաձայն հստակ նշված է, երբ այդպիսի անձը կարող ենք մենք անդամազրկել։ Նկատելով, որ անդամ եղած էր արդեն, մենք լավ չսերդացեինք իր հավատամքը եւ հետո անդամ արեցինք եւ կարող է երբեմն սխալ անենք։ Հիշում ես Գործք 8-ում նույնիսկ Պետրոս Սարակյալը որ նկատի առավ, որ այդ Սիմոն Գախարդը ինք ապաշխարություն պետք ունի ասեց։ Դու չես կարող Սուրբ Ոգու բարգեւը փողով վաստակնել։ Գիտար, այսինքն սա լուրջ հարց է։ Պողոս Սարակյալը նույնիսկ կարա չիմանալ ամեն սիրտ, Հիսուս Քրիստոսը չէ։ Պողոս Սարակյալը, Սամվել Մարգարեն, հիշում եք տեղը դերը գասե, եթե նույնիսկ ասե 3 Մարգարե անուն դալիս է, Սամվել Մարգարեն գասե, մյուս հոբը եւ եթե իմ արջևս կան բարեխոսություն ասի, որ միջիներ եմ գասեն, ինչու որ նրանց մեղքը չափից ավելի մեծ է։ Սամվել Մարգարեն քանի անգամ սխալվեց, եթե այդ բառը օգտագործենք, երբ Հեսեի դունը գնաց, 1 թագավորների 16-ում։ Առաջին դղան տեսավ, դիրոջ ընդրածը սա է, դերը ասեց, ոչ։ Երկրորդ, երրորդը, եղբայր, 8-րդ եւ վերջին ուրիշ չկա արդեն։ Ասի ես լայքիտնա եմ որ ադեր արդեն, գիտար։ Բայց ասելը որ այսինքն դերը նրա համար նրան ասեց, դերը դրսից չի նայում։ Դերը հասկանում է, Սամվել չի կարող սրդերը մտքերը կարդալ։ Դերինք իր մարդը գիտի։ Որքան էլ ուժեղ մարգարե է, Իհարկե։ Նրա համար է որ այսպիսի փաստաթղթեր, ասի մի փաստաթուղթ է, երկու մասի բաժնված,
որպեսզի կարգ ու կանոն լինի եկեղեցու ներս եւ ժողովուրդը այդպես միասին ազո շնորհքով գարան համերաշխությամբ դիրոջ ծառայել, ճաշտել եւ անշուշտ ավետարանել։ Ուրիշ հարցեր շնորհակալ եմ եղբայր ջան։ Տատար առնենք մինչև 11:30 եւ կշարունակենք մեր վերջին դասընթացը։ Այ